Չորեքշաբթի օրը նա արդեն երեխա էր կրում, և ուրբաթ օրը նա վերադարձավ աշխատանքի։ Դա 1887 թվականն էր, Դոջ Սիթի, Կանզաս։ Էլիզաբեթ Մորուուն ընդամենը 22 տարեկան էր, երբ որովայնային տիֆը քանդեց նրա աշխարհը։ Նրա ամուսինը, այն մարդը, որի հետ նա կիսում էր ապագայի երազանքները, մահացավ 3 դաժան օրում, առանց նախազգուշացման, առանց հրաժեշտ տալու հնարավորության, միայն ջերմություն, սառնցանք և հետո լռություն։ Կանգնած նրա գերեզմանի մոտ նա մենակ էր, հղի, անփույթ և առանց աջակցության։ Հուղարկավորությունը վճարվել էր պարտքերով, պարտք, որը նա չգիտեր, թե ինչպես մարել։ Վիշտը սպառնում էր ջախջախել նրան, բայց դրա համար ժամանակ չկար։ Գոյատևելը տարբերակ չէր։ Դա միակ բանն էր, որ մնացել էր։ Սիրած տղամարդուն թաղելուց 2 օր անց ծնվեց նրա դուստրը։ Էլիզաբեթը ընտանիք չուներ։ Նա չէր պատրաստվում վաճառել իր մարմինը սննդի կամ կացարանի համար։ Աշխարհը նախատեսված չէր նրա նման կանանց համար գոյատևելու համար, բայց նա գոյատևեց բոլոր դժվարություններին հակառակ։ Նա լվացք էր հավաքում, մաքրում էր բծերը, մինչև ձեռքերը արյունը հոսում էին։ Նա մաքրում էր սրճարանները, մաքրում կոտրված ապակիները և վիսկի էր թափում մինչև լուսաբաց։ Նա գիշերները աշխատում էր հյուրանոցում, լվանալով սավաններ և ջուր տանելով, մինչ նրա երեխան լաց էր լինում հարևանի սենյակում, 2 թաղամաս հեռու։ Ամեն ժամ կարևոր էր, ամեն ցենտը հաշվում էր։ Քաղցը նրան կրծում էր ներսից։ Հոգնածությունը նստած էր նրա ոսկորներում, բայց նա շարունակում էր առաջ գնալ։ Երբեք չէր բաց թողնում վարձավճարը, երբեք չէր թողնում, որ դուստրը քաղցած մնա, երբեք չէր դադարում օրորոցայիններ երգելուց, նույնիսկ երբ կոկորդը այրվում էր արցունքներից, նա ոչ մեկին չէր ցույց տալիս։ Այսպես տարիներն անցնում էին, դանդաղ, ցավոտ։ Նա երբեք օգնություն չէր խնդրում, երբեք չէր հանձնվում։ 1895 թվականին նա բացել էր մի փոքրիկ պանսիոնատ, 4 սենյակ, մի վառարան, անվտանգություն, անգամ չնչին չափով, բայց նա ուներ հարմարավետությունից ավելի կարևոր բան՝ անզիջելի վճռականություն։ 1900 թվականին շենքն ամբողջությամբ իրենն էր։ Նրա դուստրը՝ Մերին, տեսավ, թե ինչպես են մոր ձեռքերը ճկճկում ծանր աշխատանքից, բայց նա երբեք չտեսավ ձախողում։ Նա տեսավ ուժ, որը չէր չափվում մեդալներով կամ կոչումներով, այլ որոշվում էր շարունակելու կամքով, անկախ նրանից, թե քանի դռներ են փակվում դեմքիդ։ 1923 թվականին Դոջ Սիթիի ավագ դպրոցում իր ավարտական ելույթը արտասանելիս Մերին չխոսեց իր սեփական նվաճումների մասին։ Նա խոսեց Էլիզաբեթի մասին։ «Մայրս ինձ սովորեցրեց, որ արժանապատվությունը այն չէ, ինչ քեզ տրված է», ասաց Մերին։ «Դա այն է, ինչից դու հրաժարվում ես հրաժարվել»։ Տարիներ շարունակ ծանր աշխատանքով նշանավորված Էլիզաբեթը տարեց լուռ նստած էր լսարանի մեջ։ Նրա կյանքը չէր նշանավորվել փառքով կամ հաղթանակով, բայց նրա ժառանգությունը շատ ավելի մեծ էր։ Նա բավականաչափ երկար ապրեց, որպեսզի տեսներ դստեր թոշակի անցնելը, թոռների շրջանավարտներին և հասկանար, որ ստեղծել էր մի աշխարհ, որտեղ նրանք կարող էին ծաղկել։ Նա այդ աշխարհը փորագրել էր կյանքից, օր-օրի, կոշտացած ձեռքերով և անզիջելի կամքով։ Երբ տարիներ անցնելն հարցրին, թե ինչն էր օգնել նրան դիմանալ, նա երկար ժամանակ լուռ մնաց։ «Ամեն առավոտ ես նայում էի Մերիին», հանգիստ ասաց նա, «և ես ինքս ինձ ասացի՝ այս երեխան երբեք քաղց չի զգա, այս երեխան երբեք չի մուրաց կանի»։ Եվ այդ միտքը, այդ անխախտ խոստումը նրան պահում էր, երբ ուրիշ ոչինչ չէր կարող։ Որոշ կանայք գոյատևում են, որոշ կանայք դիմանում են։ Էլիզաբեթ Մորուուն կառուցեց մի դինաստիա վշտից, համառությունից և իր կողքին գտնվող երեխայից, և դա անվանեց սեր։